Հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իրականում եզրափակիչ ելույթս մի քիչ այլ տրամաբանությամբ էի կառուցել, բայց ստիպված եմ փոխել, նկատի ունենալով այն հանգամանքը, թե ինչ տեղի ունեցավ մեր ազգային ժողովի դահլիճում, որովհետև չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանում ի վերջո քաղաքական բանավեճի մշակույթը իրապես անթույլատրելի է, այն մշակույթը, որը գոյություն ունի, անթույլատրելի է, եւ մենք բոլորս պետք է փորձենք ամեն ինչ անել ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճ ունենալու համար, ու նման դեպքերն էլ դարձյալ առանց որևէ մեկին հատուկ թիրախավորելու, ուզում եմ հատուկ արձանագրել, որ անթույլատրելի են խորհրդարանական հանրապետության խորհրդարանի դահլիճում։ Բայց չեմ ուզենա այս պահին եզրափակիչ ելույթիս ամբողջ ժամանակահատվածը ծախսել սրա վերաբերյալ խոսելու համար, որովհետև մի շարք այլ հարցեր կան, որոնց միանշանակ ուզում եմ անդրադարձ կատարել իմ եզրափակիչ ելույթի ընթացքում։ Ըստ էության բազմիցս առիթ ունեցել եմ տարբեր առանձին խնդիրների վերաբերյալ խոսելու, հետևաբար փորձեմ խոսել մարդու իրավունքների վերաբերյալ մի քանի ստանդարտների մասին, բայց արձագանքելով նաև որոշ ելույթների, որոշ պատգամավորների ելույթների, որովհետև դրանք որոշակի առումով հանրային ընկալումներ են ձևավորում ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված։ Նախ Առաջին հերթին անդրադառնամ, թեպետ այստեղ չեն հարգելի գործընկերները, բայց մի քանի ելույթների, օրինակ Տիկին Գալստյանի ելույթին, ով չգիտես ինչ տրամաբանությամբ եւ ամենաանսպասելի մեղադրանքը կարծում եմ հնչեցրեց իմ եւ մեր հաստատության հասցեին, խոսելով այն մասին, որ քաղաքականապես չեզոք չենք ըստ էության։ Անկեղծ ասած չեմ ուզենա անդրադառնալ այս հարցի հետ կապված հիմնավորումներին, բայց այստեղ զավեշտալի մի հանգամանք կա։ Ըստ էության քաղաքական չեզոքության, մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական չեզոքության կամ դրա բացակայության վերաբերյալ հայտարարություն է անում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել էր ակնհայտ քաղաքական գործունեություն իրականացնող անձի, քաղաքական գործչի, ավելին, այնպիսի քաղաքական գործչի, ով մարդու իրավունքների տեսանկյունից նույնիսկ տարրական կանոններ եւ սկզբունքներ չի պահպանում։ Ամենօրյա ռեժիմով ատելության խոսք է տարածում գրեթե բոլոր հնարավոր հիմքերով։ Եվ խոսքը միայն իմ մասին չէ, որովհետև այո, սեռով պայմանավորված ատելության խոսքի թիրախ ես եմ դարձել գենդերային հավասարության հիմքով, մի շարք այլ հիմքերով։ Սա մարդու իրավունքների ամենատարրական կանոնների խախտում է ըստ էության։ Եվ սա ըստ էության ցույց է տալիս ոչ միայն առաջադրված անձի մոտեցումը մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, այլ սա ցույց է տալիս նաեւ մարդուն առաջադրողների մոտեցումը մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ, որովհետեւ նախ առաջադրում ես նման անձի, երկրորդը չես քննադատում ու չես հակազդում հակաիրավական ու մարդու իրավունքներին հակասող նրա խոսքին, ըստ էության ակնհայտ է, որ կիսում ես նրա տեսակետները։ Հետևաբար, եթե մենք անընդհատ խոսում ենք պատգամավորական էթիկայի եւ դրա սկզբունքների մասին, ուզում եմ հատուկ արձանագրել, որ սա եւս կարծում եմ պատգամավորական էթիկայի եւ վարքագծի կանոնների խիստ խախտում է այսպիսի վարքագիծ ունենալ ընդհանրապես եւ այսպիսի մոտեցումներ մարդու իրավունքների նկատմամբ եւ միանշանակ համարում եմ, որ ցանկացած դեպքով, ինչը նաեւ պահանջում եմ, պատգամավորական էթիկան պետք է դառնա քննարկման առարկա, այդ թվում նմանատիպ դեպքերով, այդ թվում մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքը ցույց տալու նմանատիպ դեպքերով։ Երկրորդը, անկեղծ ասած այս համատեքստում մի քանի հարց ունեմ, որովհետև ըստ էության պատգամավորը քաղաքական չեզոքության խախտման մասին խոսեց, բայց առանձին հիմնավորումներ չներկայացրեց, դրա համար ես փորձեմ մի քանի մտքեր արտահայտելու միջոցով ինքս ստանալ պատասխաններ քաղաքական չեզոքության վերաբերյալ կամ քաղաքական չեզոքության խախտումներ իմ կամ իմ հաստատության կողմից թույլ տալու դեպքերի հետ կապված։ Օրինակ, արդյոք Տիկին Գալստյանը եւ նրա գործընկերները քաղաքական չեզոքության խախտում են համարում այն հանգամանքը, որ ես գտնում եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից ամենաշատը քաղաքացիների, սովորական քաղաքացիների, ոչ թե քաղաքական գործիչների, այլ սովորական քաղաքացիների իրավունքների խախտումների հետ կապված մեզ հետ հաղորդակցության մեջ է պարոն Արծվիկ Մինասյանը, որը հանդիսանում է հենց Հայաստան խմբակցության ներկայացուցիչ, եւ ըստ էության կարծում եմ ի տարբերություն շատ քաղաքական գործընկերների, շատ էթիկական հաղորդակցություն է վարում, բարձր ստանդարտներով, բարձրաձայնում է
անընդհատ է բարձրաձայնում խնդիրներ, որոնք ուղղակի սովորական քաղաքացիներին են վերաբերում, եւ ես սա հրապարակայնորեն գնահատել եմ եւ հիմա էլ գնահատում եմ։ Սա քաղաքական չեզոքության խախտում է, համարվում թե ոչ։ Կամ այն, որ հենց Հայաստան խմբակցությունից, օրինակ, ասորական համայնքի հետ կապված բազմաթիվ հարցեր մենք մշտապես քննարկման առարկա ենք դարձնում, փորձում ենք լուծումներ գտնել, օրինակ, տիկին Իրինա Գասպարյանի հետ։ Այսպես շարքը չեմ կարող շատ երկար շարունակել, որովհետև շատ չեն այն падգամավորները, ովքեր մարդու իրավունքների հետ կապված այդպիսի էթիկական ստանդարտներ են դրսևորում եւ քաղաքացիների հետ կապված հարցեր են բարձրաձայնում, բայց միևնույն է, հատուկ եմ ուզում արձանագրել։ Ընդ որում, այս падգամավորների թվում, օրինակ, Տիկին Վարդանյանը չի դասվում, Տիկին Գալստյանը հաստատ չի դասվում, որովհետև նորից եմ կրկնում, սովորական քաղաքացիների հետ կապված անընդհատ հարցեր բարձրաձայնելը մի բան է, քաղաքական նպատակահարմարությունից հարցեր բարձրաձայնելը մեկ այլ բան է։ Բայց կուզենամ մեկ այլ հանգամանքի անդրադառնալ, անդրադարձ կատարելով հարգարժան Տիկին Վարդանյանի եւ պարոն Դանիելյանի ելույթներին համադրված եղանակով, որովհետեւ կարծես թե այստեղ պարոն Դանիելյանը փորձում էր համեմատություն անել տարբեր մարդու իրավունքների պաշտպանների միջև, Տիկին Վարդանյանն էլ կարծես մեր հայտարարություններից էր օրինակներ ընթերցում վերջին ժամանակների։ Նախ ամոթալի եմ անկեղծ ասած համարում նման դեպքերը, որովհետև падգամավորները պետք է նպաստեն մի հաստատության եւ միպերի միջև սոլիդարության ձևավորմանը, իսկ սա հակառակին է նպաստում եւ սա ամոթալի եմ համարում միանշանակ, բայց սրա հետ մեկտեղ ուզում եմ մի քանի կարևոր հանգամանքի անդրադառնալ։ Ես իմ բոլոր մարդու իրավունքների պաշտպան գործընկերներին շատ սոլիդար եմ վերաբերվում եւ իրոք գնահատում եմ նրանց անգնահատելի վաստակը այս հաստատությունը կարևոր մակարդակի բարձրացնելու հարցում։ Բայց օրինակ, Տիկին Վարդանյան, գործընկերներ, արդյոք կարդացել եք, օրինակ, Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ 2016 թվականին մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային խոսքը, երբ օրինակ հստակ հիմնավորումներ էր բերվում, թե հավաքը եղել է ոչ խաղաղ բնույթի եւ մանրամասն հիմնավորվում էր այդ հանգամանքը ոստիկանական բռնությունների հետ կապված իհարկե եւս խոսելով։